Որոշ կանայք ոգևորում են իրենց գեղեցկությամբ, որոշները ոգևորում են իրենց ժպիտով, բայց կան նաև կանանց տեսակներ, ովքեր միմիայն իրենց ներկայությամբ կարող են փոխել ողջ աշխարհը։ Եվ այսօր հենց այդ տեսակ հյուր ենք մենք հյուրընկալել Mirror Talk by Naira։ Լիլ, սենց ենք սկսելու, գիտես չէ։ Ոնց։ Սենց։ Լիլ։ Ուզում եմ մի հատ հարց տամ, որը բոլորիս է հետաքրքրում։ Ինչի Լիլի Վարդան, այլ ոչ Լիլի Վարդանյան։ Այդ գիտես որտեղից է, քանի հենց որ Կանադայում էի։ Բան էի, սումբած այդ ֆիլմը ուզում էի հաղորդում նկարեի, բան ու այնտեղ լիցենզիա դեպի ստանաս։ Լիցենզիան որն է, իրավունք քաղաքապետարան, ստեղ էլ է տենց բիզնես պիտի բացեի։ Ու իրանք առաջարկում են մի քանի անուններ, քանի որ Լիլի Վարդանյանը երկար էր, չէր տեղավորում այդ application-ի մեջ։ Իրանք մի քանի հատ տենց առաջարկ տվեցին, չգիտեմ, Լի Վարդա, Վարդան Լի, եսի ինչ, մեկից որից մեկը Լիլի Վարդանն էր, այդ Յանը չէր տեղավորվում։ Ու տենց Լիլի Վարդան դրեցի, հետո այն ժամանակ բիզնես քարտեր էր, բաներ էր, Լիլի Վարդան տպեց, տենց էլ մնաց։ Արդեն քանի տարի է։ Եվ նաև այդ անունով չէ բիզնես ունեիր, ինչքան գիտեմ։ Այդ հաղորդումներ էի նկարեի, այդ անունով էր, Լիլի Վարդան անունով էր։ Էլի այդ։ Հովարեք Սարեջա։ Ոնց ենք հալելու։ Լիլ, բայց ես այսօր ուզում եմ, որ քեզ այն մյուս կողմից իմանան։ Այն որ ես էլ նույնիսկ շատ դեպքերում չեմ խորանում։ Այն օրինակ, որ դու տեսակով իմ համար եղել ես միայնակ գայլ հաղթող տեսակ, բայց մայստրոյի Արմենի Մարտիրոսյան ներկայությունը կոտրել է այդ կարծրատիպի մոտ, այդ միտքը, որ այդ քո մոտ է, կոտրել ուրեմն դու պետք է ուժեղ ես, չգիտեմ։ Ես ոչ բան հատում։ Նայ, օրինակ ես որ բանա որոշելու լինում, դու մի անգամ ասես, սենց ենք անում, մեկ ես սենց ասես։ Այդ ինձ բադ բանա։ Հա, բայց հապեսա որ մայստրոն գալի ասում, մի րոպե, ինչա պետք անել, հեսա անում ենք ու դու մի անգամ փիսո։ Պիսոն լավ է, ես շատ եմ ավելի ուզում պիսոն։ Եվ դարձած։ Ես միշտ նախանձում եմ այդ պիսո կանանց, որ ոչինչ չեն կարողանում անել։ Իսկ դու երբ դարձար այդ փիսո։ Ես այդպես պիսո եմ դարձել։ Հա, դու լինում ես, տենց ու իսկ դա դուր է գալիս։ Բայց դա լավ է, որ ես կարծում եմ ես ավելի շատ եմ ուզում պիսո լինեմ, որ ոչ մի բան չի կարենամ անել, որ ասում են ինքը չի կարա, բայց դու կարաս։ Չեմ ուզում կարանալ։ Լավ է։ Լավ է, չէի մտածել, որ ես պիսո եմ դառնում։ Հա, դու մայստրոյի կողքը մենակ, ընկերների բան չէ։ No։ Իսկ իմ մոտ ընդհակառակ իմ մոտ այս տպավորությունն է, որ ես ընկերներիս մոտ եմ ավելի հագիստում, տանը ակտուալ ես ագրեսիվ եմ։ Ես կարամ ասեմ հարցերով քո ագրեսիան ու դու ինքդ պատասխանես։ 18-19 տարեկան աղջիկը մենակ մոր հետ Կանադայում ոնց լիներ փիսո։ Հիմա պատասխանի հասկանա։ Փակի աչքերդ։ Ոնց կլինի փիսոն, ուզած չուզած, չես կարող, ինչ անես, բա ինչ անես, են որ ասում են, բա ես չէի կարենա, ո՞ց չէի կարենա, կարայի, բա ինչ պետք է անեի, որ չկարենայի։ Այսինքն էդ է կոտրել, որ այն սիրուն մեր փիսոյիկը դարձել է վագր։ Չեմ կարող պատասխանել դրան, ինչն է կոտրել, ինձ կոտրել է, լավ չէ։ Ուժատվել։ Ուժատվել։ Էդ էլ է բան, ուժեղ կնոջ կարողություն փիսոն լինել, գիտես, ես ասում եմ, ես նախանձել եմ տենց բանը, դա իմաստուն կանայք են կարողանում փիսոն լինել։ Այդ մեզ հակացուցված է։ Հա, ես միշտ նախանձել եմ, որտեղ ես չեմ կարողացել դա լինել։ Իսկ ինչքանով է մեր մասնագիտությունը, քոնը որպես դերասանուհի, քեզ օգնում առանց դիմակ կրելու կյանքում հաղթահարել շատ դժվարություններ։ Որտեղ մեր դիմակը բեմն է, էկրանն է։ Առանց դրա։ Կյանքում դու ինձ բարդ, էլի դու սկսեցիր այդ քո բարդ sense Արիստոտելյան լավ, պլատոնի հարցերը sense է։ Իսկ ինչպես է կարողանում ուժեղ կինը նայի հայլու մեջ եւ տեսնի իր հպարտը եզատակից ճշում է։ Հասարակ հարցեր դուր պատասխան։ Հասարակ հարց եմ տալիս։ Ինչի ոչ մեկ չգիտի, թե դու ինչպես ես ամեն առավոտ արթնանում եւ ինչքան դժվար է դա քեզ տրվում։ Լավ է, հեշտ է հարցը։
մոռացել ենք հանենք ես։ Դե հանի ու կամ մի հանի, թող մնա, ես ուզում եմ կներես, բայց ես եմ պահնա, մոռանում ենք, որ ես քեզ ճանաչում եմ, դու իմ ընկերուհին ես։ Ասա ինձ հավերից եւ մոտիվացիու կանանց, եւ տղամարդկանց, եւ իրանց երեխեքին, որ հասկանան, որ մենք որ միշտ սենց ենք, կինը որ տենց է։ Ոչ մի բան չկա, բոլորս էլ ունենք ցավեր, ես դրան Ես որ տեսնում լավ արդեն պետքա ասեմ, հիմա ես խնդիրը նոր չի, ես իծնը չգիտեմ, բայց փոքր ժամանակվանից ինձ ինչ հիշում եմ, ես ունեմ ոսկորների խնդիր։ Այդ խնդիրը ունենում են շատները, արտրիտ, աստրիապարոզ, ռևմատոիդն արտրիտ, բան, բոլորն էլ ունենում են ուղղակի հիվանդությունից հետո։ Իմս մանկությունից ես ունեցել եմ այդ խնդիրը ու բնականաբար հիմա արդեն այս տարիքում բարդացել է ավելի աշխատացել։ Բայց դրանից ոչ մեկ չի մեռել, ոչինչ բան չկա։ Ոչ եմ ասում։ Հա, ցավեր կան, առավոտյան միշտ ցավերով եմ արթնանում։ Վիրահատած է ամեն մի հոդս, ուս, արմունկ, ծնոտ, ծունկ, Ֆրանկենշտեյնի ամեն ինչ։ Ամեն ինչ։ Հա, բայց դրանից ոչ մեկ չի մեռել, ոչինչ։ Ցավերով ենք արթնանում, ամեն մեկը մի ցավ ունի, ես իմ ցավն էլ ֆիզիկական ցավը։ Ցավ չի։ Ես չեմ ուզում հիմիկվանից անցնեմ հոգու ցավերին, որովհետև ավելի հետաքրքիր ունեմ քեզ հարց տալու, ուրեմն դու ունես մի ընկերուհի, որին սովորացրեցիր ինչպես իր երեխու հետ շփվի, ոնց առաջին տեղը դնի երեխուն, հետո նոր մնացածին ինչ ուզում լինի։ Դա իմ մասին է խոսքը, Նաիրա Մովսիսյանին, դու սովորեցրեցիր հարգել եւ սիրել իրեն որպես մայր եւ իր երեխային։ Ես ունեմ հարց։ Դու ունես երկու հրաշք դաստիարակված գծած աղջիկներ օտար երկրում են, բայց հայ են։ Մեկը։ Նու, հա, բայց նու ստեղ էլ օտար։ Նու Հայաստանից օտար, լավ։ Բայց իրանք հայ են, ու հայաստանցի են, չեն այդ համապատասխան որևէ կերպ ստեղի երեխեքին։ Լավի վատի չէ, տեսակա։ Ոնց ես կարողացել։ Գիտես, համաձայն չեմ, ինքը մեկա տարբերվում է, ինքս դուրսն են ծնվել իրանք, էլի տարբերվում են ինչ-որ բանով, բայց հա, նախ սկսվում է լեզվից, իրանք մեծացել են իրոպես տրակտորը, տրակտորը իրագործան, նախ դա սկսվում է լեզվից, ծնվել մեծացել են մի երկրում, որ ընդհանրապես հայ չի եղել, հազարից մեկ են հայ տեսել ու հայ խոսքը մենակ ինձանից են լսել։ Փոքր ժամանակվանից ես միշտ այս օրինակը բերել եմ։ Գալիս էր 1.5 տարեկան երբ ջուր էր ուզում, ասում եմ միջև հայերեն չասես չեմ տա։ Այդ էլ եմ օգտագործում Մարիայի հետ քո շնորհիվ էլի։ Ես գալիս էր, այս միկրոֆոնը չփակի։ Ներքս գալիս էր, բայց ես հիմա հիշում եմ, որ դա չանեի։ Հիմա ասենց ազատ հայերեն իրանք չէին խոսալ։ Դու հաճախ շատ Հայաստան ես գալիս, շատ հաճախ, իրանք նույնիսկ ապրել են Հայաստանում։ Իսկ քո այտենց լավ ծնող լինելը իմ աչքերով եմ ասում, ես չգիտեմ դու ոնց ես կարծում։ Նպաստել է թե քեզ ոնց են մեծացել կամ վերաբերվել։ Դրա հակառակն ես անում, թե դրա նույնն ես փորձում շարունակել։ Գիտես, ես չեմ կարծում մենք մտածում ենք ծնող լինելուց այդ պահին մտածում ենք, վայ, մեզ ոնց են արել, հիմա էլ մենք տենց անենք կամ դրա հակառակը անենք։ Դա ինքնաբերաբար ստացվում է։ Բայց ես չէի ասի, որ ես նույն ձև եմ մեծացել, դաստիարակվել, գալի ասել, ոնց որ իմ երեխաները։ Շատ բաներով տարբեր է։ Ինչ չեն տվել քո ծնողները, որ դու տալիս ես քո երեխեքին։ Ինչ չեն։ Որտեվ գիտեմ քեզ շատ լավ են պահել իմ քո ձևական պատմածով եւ բոլորիս, որ մենք հորինում ենք մեզ միշտ որ լավը բոլորն Երևան, հիմա ժամանակն է եկել դիմակներդ պատմել։ Ինչ չեն արել, ինձ օրինակ երբեք չեն գովել իմ ծնողները։ Այդ մեր այն ժամանակվա բաներն են, ինչի չեն գովել մեզ ծնողները։ Ես կարծում եմ, չեմ մամ, քեզ գովել են։ Օրինակ այսօր էլ օրինակի համար մամ ջան 1000 անգամ կներես այն որ պետք է սենց ոգևորի հաղորդմանս բանը մազերը մի տեսակ բան կտրել ես երկար ասենք չինում որ ասեն բալես լավ ալնելու հետո նոր երկրորդ զանգից որ հա բալես լավ ալինելու բայց այդ է մեզ ուշ տվել երկրորդ զանգը ելա գոմոս չէ ես արդեն որովհետև միշտ փորձում եմ շանս տամ ինձ
եւ դիմացինին։ Որտեւ ասում կարող ես էի կոպիտ, կարող ես էի սխալ։ Սկսում եմ ինձ մեղադրել։ Հնարավոր է, բայց երեխան չի կարա սխալ լինի, որովհետեւ երեխուն առաջինը ինքը ստանում է, հետո է տալիս։ Չէ՞։ Ինչ գույն ունի քո սերը մայստրոյի հանդեպ։ Ինձ լավ ռոզե։ Չկասես բան։ Արոն մեզ լավ ընդեղ հեռույա կանգնած։ Արո, այդ ինչ ես բաց թողում։ Սերը գույների ենք բաժանում, ստեղ ես դու։ Այ։ Այդ քեզ տալիս է այն սիրո պակասը, որ կուզեիր, փուճուր ժամանակ հետ եմ ուզում հասկանամ։ Չէ, չկապում։ Ուզում եմ հասկանամ սենտիմենտալ ես, թե չէ։ Ես, չէ, Ես գիտեմ, իրանք իման։ Ռոմանտիկ չեմ, ռոմանտիզմը չկա, իմ գույն սերը, վարդագույնը, չկա տենց բան։ Օրինակ ինձ դուր է գալիս, որ դուք անդադ դեյթի եք գնում։ Պատմեր դեյթերից մի քիչ։ Մենք դեյթի ենք գնում։ Հա, հենց զանգում ես ասում ես Արմենի հետ եմ չեմ կարող ընկերուներով հավաքել։ Չէ, որովհետև ինքը այնքան տանը չի լինում, մենք չենք հասցնում իրար հետ ժամանակ անցկացնել, որովհետև զբաղված ենք այդքուսս էլ։ Ու այն պահը, որ հնարավորություն ունենք ինչ որտեղ, մենք սիրում ենք իրար հետ ինչ որ տեղ գնալ ժամանակ անցկացնելու, այդ եթե այդպես պահ ա լինում, ասում եմ ընկերուներիս երեխեք թե Արմենի գլատում մի այդպես։ Օրինակ ես ընդհանրապես որպես ընկերուի խանդոտ չեմ։ Բայց քեզ գիտես ինչի՞ց ոչ թե խանդում եմ, որ ես եմ ընկերուին։ Ոչ թե ընկերուի բանը, որովհետև ոնց ասեմ, ես գտա քեզ։ Որտեւ չէ որ Հայաստանում մենք ուղղակի աշխատել ենք։ Շատ սիրում ու միշտ։ Չէ, ես գիտեմ։ Չէ, բան առումով, որ իմացել եմ որպես որ մեյքափ եմ արել դու դերասանից ես դերասան։ Հայաստանից։ Բայց որ արդեն ես մտերիմ եմ որ իմ նա թող գնա շրջակ։ Հայդե։ Այդ ում հաշվին ես գնում շրջագայելու, ինձ այնքան են հարցնում։ Իմ հաշվին։ Շատ են հարցնում։ Քեզ են հարց, քեզ են հարց։ Լիլի ջան։ Նարջան, ուղղակի գիտես ինչն է հարցը։ Ում հաշվին։ Հիմա հայերի մեջ ավելի շատ տես, եթե տեսնում են կինը ինչ որ բան անում, ուրեմն ամուսինն է։ Ինձ հենց մոտապես մի օր առաջ բան էի պատմում, էլի, մեզ ծանոթ մարդկանց մեջ իհարկե։ Ոյ, Լիլի նման մենք է պարապլնենք, ամեն ինչ կհասցնենք։ Ես ուզում եմ, որ դու հիմա ասես, օրինակ այսօր հաղորդումից առաջ եկել ես, պարապությամբ, ինչ ես էփել, ոնց ես ամուսնուդ քնից հանում կամ ինքը քեզ։ Չէ, նախ սկսենք նրանից, որ իմ ամուսինը ինձանից ես միշտ ուշ արթնացող եմ։ Այդ մի բանը։ Մեկը ես եմ քնից հանում քեզ։ Դու հա գալ մեր տուն գալով։ Այո։ Հա, առավոտը բան չեմ պատրաստել, որովհետև 3 գիշերը այնքան եմ արդեն ցախ պատրաստել դրել եմ, որ պատրաստի լինի, առավոտյան դրա համար վեր եմ կացել ու խցանումների մեջով գիտես մեր տարածությունները, տենց որ հասնեմ ժամանակին ստեղ։ Այդպես, բայց պարապության Հա, ես ուզում եմ, որ բոլորն իմանան, էլի, որ դու պարապ չես, ես ավելի պարապ եմ իրականում, քան դու, որտեվ դու ունես աղջիկ, դու ունես հայր, դու ունես հրաշք ամուսին, որը մի փոքր կարա այտենց մանկական կապրիզնիություն ունենա, որովհետև նա լեգենդա կարելի է, միշտ Շահվերձան Վահեն Կուրզղեկս էր ասում, ասում էր տաղանդավորներին ամեն ինչ կարելի է։ Այնց որ Լիլ, կարոտում ես մամայի։ Շատ վաղուց արդեն մամա չունեմ։ Գիտեմ, որ շատ վաղուցից բացի օտար երկրում այդ կորուստը մենակ ես։ Մահացել է օտար երկրում, երբ որ մենք երկուսով էինք, այլ մարդ չկար, Միշտ ադացներով շում եմ իմ երեխեքից փոքր էի ես տարիքով, մենակ օտար երկրում ոչ լեզու, ոչ ծանոթ, ես պատկերացնում եմ իմ երեխեքից մեկը տենց վիճակում հայտնվել, ես չգիտեմ, ոնց եմ հաղթահարել, չգիտեմ։ ասում են ավանդույթով, որ չէ, կյանքում նենց ապրի, որ վերջում որ այդ լացողը լինի, ներկա լինեն գան, ոնց ես հաղթահարել, որ ներկա չեն եղել ու ոչ մեկ չեն եկել, այսքան կներեք, էլի, մի հատ սենց պատկերացնենք դու ու ինչ-որ կա, քո մանկական այդ հոգեբանության հետքը, Ես նենց հոգեբանական, նենց վիճակի մեջ էի արդեն այդ ժամանակ։ Ես թվում էր ես կխելագարվեմ, ես թվում էր ես, չէ, իրոք ես կպաստենց ուզում էի հետ գնայի Հայաստան,
բայց այս պատկերացնում եմ, ասում եմ, ես երևի կհասնեմ հոգեկան խնդիրներով շատ արդեն։ Կարոտել ես։ Իհարկե, պակասություն, խորհրդի պակասություն։ Ինչ կուզեիր իրանից լսեիր, որը չես լսել։ Գովելի խոսք է, մի քիչ ավելի շատ սեր, կուզեի ներողություն խնդրել ինձանից, ես էլ իրանից, որովհետև ինքն էր պատճառը, որ ես երկրից գնացի, ինքը կարծում էր ինձ գրծումը ավելի լավ ապագայատանում դա, բայց ես համաձայն չէի, այստեղ եղավ, այդ ժամանակով էր մաման ինչ ասի, դες դա անես։ Իսկ ամենաշատը որ գրկել ես պապային թե մամային։ Գրկել եմ պապային։ Այդ ջիգերն եմ ուզում հասկանալ։ Պապային, գիտես, չի պապան մեզանից հեռու էր աշխատում իշ քաղաքում։ Փակ Ու ինչ որ մի շրջան շատ երկար տարիներ պապային տեսնում էինք մենակ շաբաթ գիրակին։ Ու այդ կարոտը շատ էր, էլի։ Կարոտում էի պապայից շատ։ ես պապայիդ համար խենթանում եմ եւ բարձրաձայն ասում եմ բոլորին, եթե իր պապան մի փոքր երիտասարդ ուներ։ Այդ ուղեղը որ ունի քո պապա։ Լավ դե իբա։ Պապան շատ լավն է մի խոսքով, սիմպաթիչն է։ Մի խոսքով, դե ցրելու համար մի քիչ մտնոլորտը, որտեվ չեմ ուզում շատ լարում լինի, ոչ մեկ քեզ դրամատիկ կերպարով կարծում եմ տենց չգիտեմ։ Ավելի թեթև, լավ առումով, ավելի կոմեդիի ժանրից մի քիչ որպես դերասանուհի, նո այն մեծ մասամբ հայաստանցիները որ գիտեն։ Ես ուզում եմ քո խորքայինը, Ու ես չա գույն չկա վրես։ հələ չկա գույն վրա։ Աչքերս խորել է։ Գնացել այն աշխարհ։ Նաև այդ պոզիտիվի մեջ քո կյանքի։ Դու շատ զգայուն ես ահավոր։ Ու գիտեմ, որ կորուստները քեզ համար շատ դժվար են տրվում։ Ну, բոլորի համար է իրականում, բայց կան կորուստներ, որ ստիպել են նույնիսկ ֆիզիկապես ուղղակի սպիտակելու, մազերի, կնճռոտվելու ինչ-որ միտեղ։ Դու խոսում ես իմ քուրիկի կորուստի մասին։ Հա, խոսում եմ մեր շատ սիրելի Վարդուհի Վարդարյանի մասին։ Ես մայր եմ գործրել, բայց քերոջս կորուստը իմ կյանքի մնա ստրեսային հանգարցամահայնա։ Մի հատ հարց տամ, ինչ որ մեկը քեզ հարցրել է այս նախադասությունը, վերջին անգամ որ հանդիպել եք, ինչ եք խոսացել։ Վերջին անգամ ես հետ էի թռնում Կանադա, այդ օրը ինչպես միշտ հավաքվեցինք, ինչ գնացինք, ուտ գնացինք, ինչ արեցինք, տենց կարաոկի գնացինք։ Ինչ ենք խոսացել։ Ուրախ, դեմ ես գալուց ես կանենք, են կանենք, ես կգամ։ Ես անգամ Կարամ ես ենթադրեմ, որ քո այսօրով ապրելը գալիս է նաև դրանից, որ հասկացար, որ հետո չեք գալու, հետո չեք հանդիպելու, հետո չի լինելու, ու այդ վախը, որ հիմա հասցնեմ, ոչ թե բան կպատահի, այլ կա, չէ, որ մի դեպքից հետո ենք մենք վերափոխվում, վերանայում։ Գիտես ոնց է, այդ դեպքը լինում է այդ պահին որոշում ենք, այ դրա համար պետք է այսօրով ապրել բան, բայց հետո էլի մոռանում ենք։ Մոռանում ենք։ Էլի մոռանում ենք, երբեք չի մնում մեր մեջ այդ բանը, հետո էլի ինչ որ դեպք լինում, ասում այ, всё, վերջ այսօրով վաղվա մասին չի կարելի մտածել, բան։ Ոչ մարդու էությունն է դա։ Եթե վաղ վիճակվեր հանդիպեիր, կամ չգիտեմ, ինչ որ խոսելու հնարավորություն լիներ, ինչ կա ասելու։ Թութուշի։ Հա, բա։ Ես թութուշին շատ չէի երազում տեսնում, ու ինչքան տեսնում էի ջղայնանում էի։ Ոնց կարեցի, ես չարեցի մեր հետ, ոնց կարողացար սենց բան անել, ու վերջին երազը որ իր հետ տեսա։ Պատմում։ Հարգացավ։ Սենց ձեռքերը բռնել էի, սենց արեց։ Դե հերիք եղավ բոլորով, հերիքա լացեք, հանգիստ թողեք ինձ, դրանց հետո չեմ տեսել։ Ես վստահ եմ, որ դու հանգիստ ես թողել, որովհետև դու
սթափ տեսակ ես, բանական, ինչքան է փորձում եմ քեզ սենտիմենտալ ներկայացնեմ, բայց դու իրականում տենց չես։ Ես ուզում եմ, որպեսզի մարդիկ ի վերջո ինձ հարց տվողներին այլի վերաբերում, հանդարտվեն եւ ասենք, որ թե մայստրոյի երկրորդ ամուսնությունն է, թե քո երկրորդ ամուսնությունն է։ Խնդրում եմ մի փոքր այդ ձեր անկողնային Չէ, ձեր սենյակային, որովհետև անդադ ոնց նենց բանով են ասում, թե անհնար է։ Բացատրենք մարդկանց, որ կարաս ունենաս երեխա, կարաս լինես մայր, բայց լինես նաև երջանիկ երկրորդ, երրորդ, ինչքան հնար։ Ավելի հաջողացնած։ Խնդրել։ Ցանկացած միշտ են որ արդի երկրորդ ամուսնությունը միշտ ավելի այսինքն նախ ավելի հասուն տարիքում է եղել, որ ամեն ինչ ճիշտն ու սխալը գիտեինք, որ նա Չէ, չես համեմատի իհարկե։ Մեր երկրորդ ամուսնություն։ Ընդհանուր երեխա չունենք, բայց նույնն է ինձ թվում, ձեր շփումը վերաբերում։ Ժամանակ ընդհանուր ունենք 5 երեխա։ Ինչպես պահել երջանիկ ընտանիք։ Ասում են մի տարի հետո սերը անցնում է։ Հասունը կապ չունի, որովհետև շատերը։ Ինչպես, ինչն է ձեր գույնը այդ վարդագույն բահում։ Նայ փիլիսոփայություն չի, է? Ռեալ հարցեր եմ տալիս։ Չէ, սերը վարդագույնը փիլիսոփայություն չի, բայց Դե դու ես պատասխանել, ինչ պատասխանել ես։ Գիտես, ինձ թվում է կենցաղայինը շատ է, միշտ կենցաղայինն է սպանում, չէ՞։ Սերը։ Ասում եմ, մոտ ոնց որ կենցաղ չլինի։ Ինչքան էլ հա, ես ամեն առավոտ պետք է մտածեմ, ինչ ճաշ սարքեմ, ինչ անեմ։ Ոնց խեղճ մարդու խանութ ես ուղարկում, ասում է ֆիլմենինը, կնոջս ֆիլմենին։ Գիտես ինչ էր գիտեմ ես ձեր մասին։ Բայց մեկը չգիտեմ, ոնց որ կենցաղ չլինի, այդ էս տպավորություն է։ Ես մեր մոտ ոնց որ կենցաղ չլինի։ Ես սիրում եմ ձեր սերը իրականում։ Եվ ինչպես ձեզնից սկսած իմ բոլոր ընկերների սերերն եմ սիրում ու պարտավորվում եմ ավելի երջանիկ ապագայում լինեմ, որ դուք չնեղվեք, որ ես երջանիկ չեմ։ Եվ ուզում եմ իմանալ, որպես արդեն դերասանուհի, չխաղացած կերպարներից որը կխաղայի, ինչի կարոտ ես մնացել։ Չունեմ ես տենց ինչ որ դեր, որ ուզեի։ Չէ, տենց հա ձևը, Լիլ ջան։ Պետք է ասես էկրանից, կապ չունի որ չունես, պետք է ասես։ Մեզ ստիպում էին, որովհետև դա է դիտում։ Ուզում եմ մեդեա։ Դիտումներ եմ հավաքում, պիտի ասես։ Ուզում եմ մեդեա խաղամ տենց այդ իմ երազանքներից մեկն է եղել, իրական։ Ձիու վրա, չէ, ձիու վրա էր, չէ՞։ Այնվաղ ձի չկար։ Թռնում էին այն ժամանակվա ձիերը։ Բանում չէր այդ կարետայում նստած իր մահացած երեխեքին դրած, տես չէ լեգենդը։ Վայ Աստված ջան։ Հա, մեդեա խաղանք։ Որ ժանրի տեսակ քեզ կբնորոշեիր, եթե կյանքը թատրոն լիներ։ Որ ժանրի։ Ինչ ժանր կներկայացնեի։ Այն ինչ որ ապրում ես։ Այն ինչ որ ապրում եմ տրագիկամեդիա։ Ինչը չես սիրում մարդկության մեջ, որ կարա քեզ վանի։ Որ ուզում ես սենց մի հատ, սենց ասես այդ են։ Չէ, բացի այն, որ վաղուց արդեն չես խորանում, բայց նաև գիտեմ ցավել ես, է ապրում։ Դե նայես, եթե այդպես գլոբալ խոսանք, բան, պատերազմ չլինի, բան։ Հա, թեկուզ, բա թող իմանան, որ դու խորքային ես, է։ Բայ իհարկե, բայ ինչի չէ որ։ Բա թող իմանան, որ մենք ամեն մեր հանդիպումներին քննարկումներ ենք անում։ Մեր մի բան կարդացի, ասում եմ, եթե տղամարդիկ իմանային, քան դժվար է կյանքը տրվում, պատերազմ կյանքում չէին անի։ Ահա։ Չեմ ուզում մեղադրեմ տղամարդ գաղափարը, բայց իրանցից է գալիս։ Շահվեցինք թեմայից։ Կապ չունի, նորմալ է մեր դեպքում։ Դες եմ, որ փոքր ժամանակ շմս կենացներ էին խմում, ասում էին առողջություն, ամենակարևորը առողջություն բան, մենք էլ փոքր էինք ասում, հետո հասկացանք, որ առողջությունն է կարևոր, մինչև սանքելի պատերազմի իմ համար։ Հասկացա, որ խաղաղությունը նույնիսկ առողջությունից է կարևոր։ Ինչի հասանք դրան, այս թեմային։ Որովհետև թեմաները շատ են եւ
երբ որ մարդը լեցուն է լինում, ինքը չի կարողանում ֆիքսվել մի կենտրոնանալ մի թեմայից եւ անանի Hi Hello չի կարողանում չշեղվի, որովհետեւ դու լավ, բարձրաձայն ասեմ, որ դու մենակ բառերով չես ասում, ես հայրենիքս սիրում եմ, պաշտում եմ, ամեն անգամ, նա ես շատ սիրում եմ, որ դու աշխարհը ֆռում ես, բայց ամեն անգամ Հայաստան ես, գնում եմ, տարվա մեջ 2-3 անգամ, ես լավ եմ դրա հետ։ Հայաստան չեմ գնում, ես աշխարհը ֆռում եմ։ Էդի հասկացա, բայց Հայաստան չեմ գնում ֆռալու։ Չէ, այդ տուն եմ գնում նա։ Հա։ Այդ ոնց է տենց լնում։ Այդ ոնց ես կարողանում Այն որ ասում են հողբեր կարոտը սառնեմ նա, դու գնում ես հողին, որ պատչում ես, այն որ ասում եմ լիլի, ինչ եղավ։ Հա, մարդիկ գիտես, շատերը ասում են դե մամայիս եմ կարոտում, քրոջս եմ կարոտում, չէ, ես Thank you so much. Oh my god. Thank you. Oh my god, thank you. Thank you so much. Thank you so Thank much. you. Bye. Տեսնում եք այս մարդն ինչ արեց։ Հող ենք աշխատում, լառաչարի։ Արստե կանգ։ Այ, Տեսնում ես, որ քեզ ասում եմ, ցենա բերում։ Նայի։ Մատ նայենք ժողովուրդ, նայենք մատ տեսնենք։ Աղջի $5 $5 Դու գիտես ամերիկացու համար ինչ է այդ։ Մի հատ Starbucks-ը չեք առնի մի հատ։ Կյանքս 3 մասի ենք բաժանում, եկա փող անում։ Մարդը այդքան ուներ քեշ։ Զել չէր կարող։ Տեսնում ես ոնց ես որ դու ասում չէ ձեն ես բերում։ Դու вообще ինտրոդյուցիոնային մասնակցես հասկաց, բայց տեղի։ Ստեղին ստեղի։ Լիլ։ Երբ որ դու ամեն առավոտ եթե ցերեկ քո դեպքում նայում ես հայելուն Գնաց Արիստոտելի հարցերը, Չէ, մենակ հայելուն Yes I ask you a question. I have like some upcoming fashion shows. Would you be interested in coming work with the fashion shows? Of course if you pay why not Of course, you have a card. Oh my god no I forgot I have but I forgot Do you have a card I'm you going can right- leave with us? I'm gonna go to the bank. I'll come right back. Maybe I'll give you the Okay number. Okay, thank you. Ատենց են գործ, բայց գիտեք իխենք հաղորդում անում։ Հիմա գիտես քանի օքյա կանգնում ասում կոմենտները, դա քեզնից իշ մեյքափ անող։ Արա ձեռը գործ չկա, կարքին դերասանուի էր գնաց մեյքափ անում։ Այն խոսքով, ինչ լավ է դու ուրիշ մասնագիտություն չընտրեցիր զուգահեռ լիլ։ Այսինքն ընտրեցիր չիմացանք։ Դե ասա բոլորին։ Որն է, Կանադայում ունեի, բա։ Դե պապատ մի մարդիկ իմանան։ Սկսեց դիրիժորական։ Նա Okay Հան եմ էլի, Եթե խանգարում է հան։ Ես Տեսակ որ խնդիրներ ունի, տեսակ որ ունի։ Չի տեսնան, որովհետև ես միշտ վիդեոների մեջ փորձում եմ հանեմ։ Մեկ-մեկ մոռանում եմ, բայց տենց չի որ պարտադիր պետք է լինի։ Հա։ Բիզնես։ Կանադայում ունեի travel agency, ճամփորդական գործակալություն։ Ձեր կրթությունն էլ է ամերիկյան։ Ամերիկյան չէ, կանադական։ Հա, sorry։ Կրթություն դենտեղ ավարտել եմ այս կոնկրետ այդ ասպարեզը։ Yeah։ Դիպլոմականը ունեմ։ Բա Հայաստան որտեղ ես ավարտել իլ ջան, հələ նա սկսի պատմել։ Մարդիկ կան օրինակ, գիտեն, որ դերասան պրոստո տենց դրսից կարան բռնեն, բերեն խաղալ։ Ու շատ կան։ Իհարկե դեմ չեն կողքչան, բայց ուր ես ավարտել։ Վերջապես ասա իմանանք դիպլոմը ուր է։ Թատերական բնականաբար։ Որ բաժի Լիաննա։ Լիաննա չէ, Լիաննա։ Լիլիանա իզբասի։ Թատերագիտական Պատերագիտական բաժին։ Ապա դրա համար ենք որ իրար այդ տեղ են գնում սկսում։ Ես կարծում եմ ոչ։ Չի կարա նորմալ նայես։ Ինչ նայում է, իրանց մա Մակբեթ է նայում։ Բալամ թեթև ներկայացում է։ Հենց քննարկում։ Okay, travel agency, երբ ենք ստեղ բացում։ Չէ։ Դու մենակ շրջան գայս։ Այս դարում հիմա on-line ժողովուրդը on-line ասաղարում, բայց մեկը խորհուրդ կտամ, որ գործակալով առնեն, որովհետև եթե ինչ-որ մի բան ինչի դու կարող ես գործակալին զանգել եւ հարցերը հարցել, իսկ այդ booking.com բան ինչը նրան զանգում ես
հարցերը չեն գիտում այդքան բան։ Բայց հիմա արդեն այդ օրվակալություն բացել է։ Ակտուալ չի։ Ես գիտեմ, որ դու ինձ եւ քո մնացած երիտասարդներից ես եմ չէ մնացել։ Ընկերուհիների լավ խորհուրդ ես տալիս։ Ամենաերիտասարդը դու ես այ։ Սիրո հարցում։ Սիրո։ Խնդրում եմ։ Շատ աղջիկներ մեյքափի իմ քո համար նայելու են եւ ես ուզում եմ որ դու քո սիրո բանաձևը, որը ինձ է սովորացնում, Որն եմ սովորացնում։ որ տղամարդը պետք է սիրի, տղամարդը պետք է գնահատի, Առաջին հերթին։ այդ եմ ուզում որ դու քո շուրթերով մարդկանց ասես որ սերը Դե հիմա չեմ կարա միանշանակ ասում, բայց ես կարծում եմ իմ անձնական կարծիքը է, որ տղամարդը պետք է ավելի շատ սիրի, հարսանիք է։ Տարան Գնաց կդնես չդնես Okay Դու որպես ծնող Հրաշ ջան Դու որպես ծնող Լիլ Ինչպիսին կուզեիր տեսնել քո աղջիկների սիրո ապագան Իրանց ճանաչելով բարձր, որտեղ ես գիտեմ, որ դու երբևէ չես զուգահեռներ տանում ու համեմատում քո հետ որ ամենաճիշտ բանն է այս կյանքում Ինչպիսի Ընտանիքի մայր, դու էլ տատիկ, վայ աստված ջան, տատիկ Ֆու, no, մայրը Հանգիստ կարայի տատիկ լինեի ես, շատ հանգիստ Ես շատ եմ ուզում, որ երեխեքը ունենան երեխաներ, բայց Բայց ինձ միշտ հետաքրքիր է այս տատիկ որպես տատիկ տենց ոնց, երեխեքին տանես աշխարհը ցույց տաս Ահա այդ կանել Գիտեմ Իսկ ինչ ես կարծում այն մտքերին, որ անդադ էլի ինձ չգիտեմ ինչի ասում եմ Հա, բայց օրինակ 53 կարա չէ տարիքը 10 դու կոմպլեքս չունես 20 եմ 3 է 51 է 51 ես լավ թեկուս 51 տա 3 է Ոստում ենք 51 է 51 տարեկան եկքակին ես Ոնց ես կարողանում, ասենք, չգիտեմ Կուպալնիկով, կարճ շորերով Չգիտեմ ոնց, նկարներ ես դնում, էդի ոնց, էդի չի կարելի, էդի ընդունելի չի Հատ ներքև ենք պահում Հավատա, փորձում եմ զսպել, էդ հելը զսպածն է Ուզում հասկանամ, ոնց կարծրատիպը վերջապես փոխենք, որ տարիքը դա թվեր են ընդհանրապես, դավայցի Այդ փոք ես փոխել Չէ, ուզում եմ, որ դու քո տարեկիցներին բացատրես, հասկացնես Բացատրելով չի դա մեջից է Մեջից է Նարդան Ներքև ենք նայում Նայ, իմ մաման էլ է իր տարեկից շատ երիտասարդ երևում Ու ոչ մեկի չթվա, որ եթե դու երիտասարդ ես երևում, ուրեմն դու հոգս չունես կամ հոգսաշատ կյանք չես ունեցել Այդ գենետիկա, հիմա նային, աղջիկը 26 տարեկան է, ոնց 16 լինի Հա Շատ փոքր է Ես 20 տարեկանում ոնց երեխա լինեի փոքր Ինձ թվում է աղջիկն էլ կմեծանա իր տարիքից ավելի կյանքի ընթացքում երիտասարդ երևա Բայց դա ոչ մի բանի ցուցանիշ չի, ոչ մի բանի Ոչ մի ջանք գործադրելու բան չի Շատ զգացված եմ, որ ինձ ասում եք, որ ես փոքր եմ ավելի երևում, բայց իմ համար իրոք ընդհանրապես կարաս ինձ օրինակ բացատրես Այդ ինչն է տարբերությունը, որ ասենք հիմա համեմատես 35-ի հետ Ինչն է, Չգիտեմ, ինձ միշտ ասում են մեծացի 35-ը կարա անի Օրինակ ես ինչ կարամ անեմ, որ դու չես կարող Հա, ինչն է դա Մեկ ներքև Չորանա Տեսքի եկա հազիվ Չէ, դու միշտ տեսքի ես Երբեմն մեյքափը կարամ արդեն այ ծերացնի Բայց նո Հա Այստեղ նար չորանա, որ Մեկ րոպե որոշակի ուղում անեմ Ես ուղղակի մարդկանց չեմ ասել, ես աշկերս փակ կարամ քեզ մեյքափ անեմ Հա, վայ, նայրան ժողովրդի դեպ ինձ մեյքափ անելուց արդեն աչքերը փակ է մեյքափ անում Էլ թարթիչը չեմ է փորձում, սաղիրավրցիները իմ մոտ արդեն Հա, ինքը Լոշնի պրիտոմ Հերելի Վայ, լոշն ասեցի, հիշեցի, լիլ Ու ծաղիկ սիրում ես? Վայ
Ծաղիկ ոնց կարելի է։ Չէ, դե մարդիկ կա ծաղիկ չեն սիրում։ Ես սիրում եմ ծաղիկ ստանալ։ Կարող է ես չեմ սիրում նվիրել։ Չէ, ոչ թե նվիրել, այլ մեր Բաքվում օրինակ գիտես, վարդեր են աճում, բան։ Իրանց խնամ են, բան։ Այդ չեմ, տենց գլուխ չեմ դնում։ Ավելի շատ Արմենն է։ Հեսա Արոին կանչում ենք։ Բարև Արո ջան։ Լիլին ասեց, որ սիրում է ծաղիկ ստանալ, ասեցի մոտ գաս, որ այդ պահը գեղեցիկ լինի։ Պահա լինելու։ Really? Oh my god. Պահա լինելու։ Ոայ, բայց sense մոտիկից ինձ sense սփռտնած։ Լիլ, Վարդագույն ռուզևեն։ բայց դու կարդացիր։ Անվանական, բնական վարդեր Նռնենի կողմից, որը 3 տարի չի թոշնում, չի փչանում։ Բնական։ Էս ինչ որակա, էս ինչ լավն է։ Բա։ Իդեպ իրանք նոր են սկսել այս բիզնեսը ու առաջինը վստահել են մեզ եւ սիրով իմ հյուրերին են նվերներ տալիս։ Նրանց որ ուզում են որ վարդերը միշտ քո տան մեջ տեսնեմ ու միշտ հարմարան։ Շնորհակալ եմ, շատ սիրուն է։ Դե դուր դնեմ տեղը տարանք։ Բայց անունը գրել են չեմ կարա ուրիշի տա։ Ահա։ Վերջին երկիրը ո՞րն է եղել, որ գնացել ես։ Վերջինը ինձ լավ կհիշես։ Հայաստան։ Հայաստան ես եմ գնացել։ Վերջինը Հայաստանը դեր։ Մեքսիկո։ Մեքսիկոից եմ գալիս նոր, հա։ Չես ուզում մի քիչ էլ Ամերիկայի տարածքում հանգստանաս։ Մի փոքր։ Հանգստանա։ Հանգիստ վայել ես, տնից դուրս, բայց Ամերիկայի տարածքում։ Ափսոսում եմ այդ ժամանակը, ասում եմ, հենա եվրոպական։ Չէ, ուզում եմ, ինչի չեմ ուզում։ Ես ուզում ես։ Միշտ, հա։ Ուզում եմ իհարկե։ Դե քանի որ դու ուզում ես, այնտեղ որտեղ մենք միշտ հանգստանում ենք։ Էս իմ սիրած բայրն է։ Բա բզբզում։ Մայստրոն բա ինչքան սիրում։ Բա։ Մեկ օր ընտանիքի հետ կամ ում հետ ուզում ես գանք հետը տեմ։ Գնում ես հանգստանում ես։ Գարիկ ջան, մերսի։ Դա տեսա։ Ժողովուրդ, սենց բան Palm Springs շատ է գնում, բայց Գարիկի մոտ այդ առանձին մի բան է։ Դա կենսագրություն է։ Ու Գարիկի մոտ։ Ալերգիաներ են վերանում։ Սազաղ մարդիկ էլ չես։ Բա տեսնում ես, որ ասում եմ շփվիր մեզ հետ սիրելիս։ Ուրա։ Բա, բայց ինձ էլ էլի մեկ-մեկ տարեք ձերից խնդրում եմ։ Այդ տանողը դու ես միշտ։ Ես առանց քեզ էլ պետք է գնամ։ Դա տեսար ինչ եղավ։ Այսօր գնացել ես սուպերմարկետ, հասցրել ես առևտուրանը։ Այսօր չէ։ Բայց գնալու ես ոնց որ է։ Ուրան ասեմ Արմենն է ամենացա։ Բա ես քեզ որ բան փոխանցեմ, դու մայստրոյին փոխանցես։ Չէ, ես ինքս կգնամ։ Ինչ ես տալու, էլի նվեր ես տալիս։ Ես ինչքան շատ նվերներ ունեցանք։ Կոզանյան մարկետի կողմից։ Նենց որ կգնաս այն պիլմիները 20% զեղչով կախես։ Բայ շատ Դե դուք հարուստ եք, տուր ինձ կյանք։ Չէ, ես կպահեմ ինձ լավը։ Բարև, Բենսոնն է։ Benson is on how are duty. you? Hi, Benson. Կոֆե, մոֆե, Benson. ինչ կա։ Փոխավ։ Կոֆե խմել ես այսօր։ Այսօր ոչինչ չեմ հասցրել անեմ, ոչ։ Դի ո՞նց է լինում քո կյանքում։ Դա ես ուրջին Ալա մի երբեք րոպե։ ոչ չեմ ասում։ Բայց քանի որ այսօր հաղորդումներ, ես սրտադրով իմանալով որ խցանումների մեջ եմ ընկնելու։ Բայց ես առաջարկում եմ միասին սրճենք Ես կյանք։ գիտեմ Armbox-ը, ես լսել եմ նրանց մասին։ Armbox-ը սիրով, քո սիրած սուրճերն է դրած մնացած տեղում։ Գիտի Armbox-ը Այո։ ինչ անում։ Որովհետև Armbox իր տեսականյով, Ոչ թե գցեմ հոտը քաշում։ օ, չէ, հələ մի հատ
կա, այսինքն ծխնում ես։ Իսկ դու գիտեի, լայվ խաղ կա, ինչ այս ինչ խաղեր ես անում։ Այս ինչ խաղեր Դրա համար է, էսենց ես անում, որ իմանաս ինչ սուրճ է մեջը։ Ծխում ես վախ, ես ինչ լավն է։ Էսա վերջացնում ենք, որ խմես։ Դավայ։ Լուրջ եմ ասում։ Դնեմ քո նվերները։ Դիր։ Հայաստանը կարոտած կլինես, Լիլ ջան։ Հայուհին։ Մեր հայուհինը։ Ճանաչեցի տոպրակից։ Ոնց կլինի ես հագնեմ դու չունենաս նույնից։ Հեսա կհագնի, գիտես։ Բայց շատ շոկ, հայ է շատ կուզեի հագնեի հիմա, բայց այնքան արևի տակ հեսա հալում ենք հայուհին։ Ահա, շրթներ կսում եմ եւ դու վերջնականապես դառնում ես իմ աղջիկը, որին ես միշտ գեղեցկացնում եմ։ Նար, բայց սպիտոկ չէ, հələ նայ։ Չէ, լույսը տա։ Չէ, նայն սիրուն գույն ես։ Օ, հայլայթերը չեմ արել, վերջում էի անելու։ Իսկ ես բանը ռոզբին, Այդի պետքա։ պետքա։ Հա։ Յանում քիչ են խոսում ինձնից իշ մեյքափ արտիստ, մի հատ է դու կողքից։ Չմոնտաժ է, Սարո ջան։ Քո իմանան, հալալ, զուրալ, ես քային տարվա իր մեյքափ արտիստն եմ։ Լեքի։ Մեյքափ անող։ Հələ շնորհակալ լինենք այս արևի տակ, որ այս նյութերը դիմանում են։ Ափսոս է, սա նյութերը դիպչանա։ Ոչինչ, ես հանուն իմ հյուրերի եւ իմ հետևորդների չեմ ափսոսում ոչ մի բան։ Եվ դու, թե որպես մարդ, թե որպես դերասանուհի, ունես կատաստրոֆիկ կայֆ երևակայություն։ Հա։ Հա։ Այն որ դու մեջ դասպես, ես այդպեսին չեմ։ Լիլ, դու ունես դա։ Օրինակ, ասենք դու կարողանա, չեմ ասում, էսթետիկ հաճույքի բանի մասին չի խոսքը։ Դու ասենք կարողանում ես ինչ-որ միտքդ վերարտադրես, այ որ սս տպած լիներ, քանդակած լիներ, սենց լիներ, դա կնայվեր սենց։ Հիմա քանի որ mail print-ը ամեն ինչ է անում ամբողջ աշխարհով մեկ, այն քո երևանները որ կա։ Ես ինչ է։ Ուզում եմ mail print-ը երևակայություններ ունես, այն որ ասում ես, սենց ես էլի մեկ-մեկ մտածում։ Սենց չես մտածում, սենց ես դու, բայց օրինակ նայ, սենց օրինակ որ գնանք, ստեղ հետո այս երկիրը որ անցնում է։ Այս քո երևակայությունը ապեջա։ Այ, շատ սիրուն է։ Բա։ Մերսի։ Ոնց է գոչում mail print։ Բա տեսնում ես, որ ասում էի արի։ Բա չէի բերում խոսասնեին, վերներ տամ գնատում։ Որ ես չէի։ Լավ, ասա Գարիկի մոտ երբ եմ գնա։ Երբ գնամ։ Ու դա կարասած կտրես, գիտես Արոջը։